Եվ շատ կարևոր է, որ բխի տվյալ երկրի ազգային շահերից, որովհետև միջազգային դերակատարները սպասարկելու են միևնույն է բոլոր պարագաներում իրենց շահերը եւ դա չի նշանակում, որ պետք է տվյալ երկրի շահը ստորադասվի կամ գոնե այդ երկրի ղեկավարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի։ Եվ տվյալ երկրի շահը ես գիտակցում եմ որպես ժողովրդի շահը, որը մենք պետք է հասկանանք, թե վերջո Վենեսուելայի քաղաքացիներն ինչ են ուզում։ Եվ այն ցույցերից, այն բազմազգ ցույցերից, որոնց մենք ականատես ենք եղել, խոսում են այն մասին, որ Չավեսի եւ Մադուրոյի իշխանությունները իրենց սրտի իշխանությունները չեն, իրենք անցյալի իշխանություններ էին։ Հիմա գանք Ուկրաինային, պարոն Բլեյան, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ։ Մտադրությունն ինքնին դրական է, բայց արդյոք հրադադարի հաստատման այդ հնարավորությունը ռեալ է կամ մեծ է։ Շատ լավ է, որ իրենք համաձայնվել են, շատ լավ է, որ միջազգային հանրությունը կարողանում է կոնսոլիդացվել, շատ լավ է, որ Միացյալ Նահանգները նույնպես ներկա էին եւ շատ աշխատում են եվրոպացիների հետ, բայց ես էլի թերահավատ եմ, որ դա ամենը իրականություն կդառնա, որովհետեւ դրա համար պետք է լինի Ռուսաստանի ցանկությունը կանգնեցնել պատերազմը։ Այսինքն այդ հռչակագիրը կգործի այն ժամանակ, երբ տեղի ունենա հրադադար կամ խաղաղության համաձայնագիր։ Սա իմանց սիմվոլիկ նշանակություն է, որ մենք պատրաստ ենք Ուկրաինային օգնելու դրանից հետո, բայց ես հեռու եմ հավատալ, որ օրինակ Ռուսաստանը համաձայն է այդ հռչակագիրը իրագործվի, որովհետև ըստ այդ հռչակագրի, այդ շփման գծից հետո, նույնիսկ եթե որոշ ուժեր հեռանան Դոնեցկից, եթե նույնիսկ իրան գնան այդ բանի, բայց Ուկրաինան զարգանալու է այնտեղ այսինքն դելիմիտարիզացիան, որ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել, դա իջիկ է դառնալու, որովհետև հակառակը իրենք գործարաններ են հիմնելու ռազմարդյունաբերական տարատեսակ հնարավորություններ են զարգացնելու ամբողջ Ուկրաինայի տարածքում, դրանից խոսում էր թե Գերմանիան, թե Միացյալ Թագավորությունը, թե Ֆրանսիան եւ այլ երկրներ, թարապես տնտեսական հնարավորությունների մասին են խոսում Միացյալ Նահանգները, իրենք քննարկում են արդեն ինչպես անել, որպեսզի ուկրաինացիները ավելի լավ ապրեն իրենց երկրում, որպեսզի իրենք չգնան եւ չարտագաղթենալ երկրներ, այսինքն խոսում են Ուկրաինայի զարգացման մասին, իսկ Ուկրաինայի զարգացում նշանակում է Ռուսաստանի նախանշած այդ ծրագրերը իջիկ են դառնում։ Եվ ընդհանրապես այս պահին դա կնշանակի, որ 2014 թվականից սկսած այս ծրագիրը չի հասնում իր տրամաբանական ավարտի ըստ Վլադիմիր Պուտինի եւ ըստ Պուտինի համար այս պատերազմը լինելու հարց է արդեն։ Դրա համար իրենք մտել են մի փակուղային իրավիճակ, որ ոչ նա ռեսուրս ունի շարունակելու պատերազմը, ոչ նա ռեսուրս ունի կանգնեցնելու պատերազմը։ Եվ սա պետք է պարզապես ըստ ինձ գնա այնքան միջև որ Ռուսաստանի ներսում հասկանան, որ սա հնարավոր չէ այլևս շարունակել եւ հենց ռուսական էլիտան ինքը պետք է զբաղվի արդեն իրենց նախագահի փոփոխությամբ։ Հուսանք կհասնեն։ Որովհետեւ դժվար է իրապես մարտի դաշտում, միայն Ուկրաինայով գնալ եւ հաղթել Ռուսաստանի ներսում։ Բայց տեսնենք ինչ կլինի։ Հույս ունենանք։ Պարոն Բլեյան, Ալիևն է հարցազրույց տվել տեղական հեռուստաընկերություններին, լրատվամիջոցներին, նշել, որ Հայաստանը միայն կշահի կոմունիկացիաների բացումից, նաև ասում է, որ տնտեսական, առևտրային տեսանկյունից պարտվողներ չկան։ Եթե քաղաքական առումով ինչ որ կողմ իրեն պարտված կհամարի, դա միայն իր խնդիրն է։ Հիմա սա բուրըն քննարկումների առիթ է դարձել։ Դուք ինչպես եք գնահատում Ալիևի այս հայտարարությունը։ Մենք պետք է ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, ինչ է տեղի ունենում մեր հարևան երկրում Իրանում, ինչ է տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ օրինակ Միացյալ Նահանգների նախագահին ոչ ասաց Նիկոլաս Մադուրոն, այդ ամենը ուսումնասիրելով մենք պետք է հասկանանք, թե որքան մենք շահավետ ենք դուրս եկել օգոստոսի 8-ի համաձայնագիրը ստորագրելով Միացյալ Նահանգների նախագահի հետ եւ Միացյալ Նահանգային բերելով այս տարածաշրջան եւ Միացյալ Նահանգների նախագահին դարձնելով դերակատար հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման կարգավորման շուրջ, որտեղ նույն Իլհամ Ալիևը այդ նույն հարցազրույցում կամ այդ հանդիպման ժամանակ
նաև փառաբանում էր նախագահին, Թրամփին, իր վարչակազմին, այնինչ Մադուրոն իր վաղեմի մի ընկերն էր, իրենք իրար հետ ժամանակ ունեին անցկացրած, Վենեսուելայի նախկին արդեն նախագահը 2 անգամ Բաքվում է եղել իր կնոջ հետ, հա։ Բայց Իլհամ Ալիևը, գիտեք, որպես շատ հեռատես քաղաքական գործիչ, մենք դա պետք է ընդունենք, կարծում եմ այստեղ որևէ բան չկա, նա կարողանում է հասկանալ, որ քաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխված է։ Եվ ես ուրախ եմ, որ նա իր մեջ գտավ այդ հեռատեսությունը, որպեսզի չդառնա պրոքսի Ռուսաստանի Դաշնության ձեռքում, իսկ նա այդպես էր։ Մի քանի անգամ այստեղ այդ հարցազրույցներ ենք ձեր մոտ ունեցել եւ միշտ շեշտել ենք այն հանգամանքը առաջ անցած տարի ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, որ Ադրբեջանը բուտ գործիք է Ռուսաստանի ձեռքում, հա, Հայաստանի դեմ։ Բայց նա գտավ փաստորեն այդ խոհեմությունը, չդարձավ պրոքսին, իհարկե նա կարող էր փորձել ավելին կորզել Հայաստանից, նույն Միացյալ Նահանգների նախագահի օգնությամբ, բայց մենք ունենք այն ինչ ունենք, մենք ունենք խաղաղություն, հաստատված խաղաղություն, իհարկե մենք չենք կարող ասել, որ 99%-ով ամեն ինչ լավ է, ամեն ինչ անցել է եւ երկարատև է, բայց այս պայդրությամբ տնտեսական համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ, այն երաշխիքներից է լինելու, որ հետագայում Ադրբեջանը դիցուտ մի օր չի ցանկանա որևէ ռազմական ագրեսիայի գնալ Հայաստանի դեմ։ Մենք այս տեսանկյունից պետք է նայենք, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը կարող է լրիվ այլ հունով ընթանալ։ Կարող է ընթանալ մի իրավիճակով, երբ օրինակ Ադրբեջանը կուզենար ռազմական ուժով վերցնել Զանգեզուրյան միջանցքն իրենց ասած։ Եվ մենք չգիտենք, թե ինչ ընթացք կստանար։ Մենք չգիտենք, թե օրինակ նույն Դոնալդ Թրամփը կարող էր ասել ինձ չի տակրկրում ոչ միջինասիական պետությունները, ոչ Միջին Միջանցքը, ոչ Հայաստան, Ադրբեջանը, ինչ ուզում եք արեք, Ադրբեջանը մեր եղբայրն է, Իսրայելը եղբայրն է, Իրանի դեմ է, խնդրեմ գնացեք, ինչ ուզում եք արեք։ Բան էլ ասեցի Արցախահայերի հետ կապված նախընտրական թեմա էր, մի բան ասեցի, անցավ գնաց, բայց մենք չունեցանք այս սցենարը, չէ՞, բայց 20 թվականին մեկ ինչ էր եղել, 2020 թվականին։ Նույն Դոնալդ Թրամփն ինչ էր ասում։ Հայերը կռվող են, ապրեք դուք, լավ է։ Բայց դրանից այնքան բան չեղավ։ Եվ մենք անհանգստանում ենք, որ Դոնալդ Թրամփի վերադարձով եւ Ջո Բայդենի կամ Քամալա Հարիսի գնալով Ադրբեջանը կարող է նորից գնալ այդ ռազմական ագրեսիայի։ Մանավանդ որ կա Ռուսաստանի կողմից աջակցություն այդ գաղափարին եւ հակառակը հորդորանք կա Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ ի վերջո Ռուսաստանը համաձայնվել էր Ղարաբաղից գնալ այն գնով, որ նա կվերադառնա այստեղ արդեն իր սահմանապահներով եւ կղեկավարի թե Ադրբեջանը, թե Հայաստանը իր ներկայությամբ, իր ֆիզիկական ներկայությամբ, բայց հիմա մենք ունենք այն ինչ ունենք։ Իհարկե դա չի նշանակում, որ արդեն Ադրբեջանը լավն է, Իլհամ Ալիևը պետք է սիրենք եւ այլն, բայց պետք է զգացմունքները դնենք մենք կողմ եւ մտածենք ինչպես անենք, որպեսզի Իլհամ Ալիևն էլ մշտնջենական չէ, ի վերջո մի օր այնտեղ փոփոխություն կլինի, թեկուզ եթե ոչ էլիտայի, բայց գոնե դեմքերի փոփոխություն կլինի, մեր մոտ դեմքերի փոփոխություն կլինեն, ինչ նոր զարգացումներ կլինեն։ Եվ այո, ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը այն երաշխիքներից է նաև, որ հետագայում չեն լինի որևէ ռազմական գործողություններ, որ հետագայում մենք մի օր կկարողանանք վերադառնալ Արցախ եւ ոչ միայն, որ ի վերջո մեր հայրենակիցներին կվերադարձնեն մեզ, հա, գերեվարված, թե զինվորական, թե Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները փոքր քայլերով պետք է գնանք առաջ։ Էլի կարող ենք չսիրել, էլի կարող ենք չապավինել, էլի կարող է կասկածենք եւ այլն, իսկ խոսել օրինակ ադրբեջանական բենզինից եւ այլն, դե կներեք էլի, ոտ 30 տարի ռուսական բենզին էինք գնում, հետո նորմալ էր դա։ Ես էլ եմ գնել այդ բենզինը հետո, եւ այդ բենզինով ուկրաինացիներ են սպանում, չէ՞։ Մեզ էին սպանում նաեւ, զենք էին վաճառում Ադրբեջանի, որ մեզ սպանեն։ Այդքան որ խորանանք, այնքան հարցեր կան։ Այո, ի վերջո թուրքական շորեր էինք բերում, լոլիկներ էինք բերում եւ այլն եւ այլն։ Պարոն Բլեյան, ամփոփենք մեր հարցազրույցը մեր խնդիրներով,
Հարցս այսպես ձևակերպեմ, ասել, որ Փաշինյանը երեկվա ուխտերթով հարամեց Սուրբ Ծննդյան այդ արարողությունը։ Դե կարծում եմ շատ երկար է տևում այս ամենը, երբ տեսնում ես, որ մոտ ժամ ու կեսում նախագահ են փոխում Վենեսուելայում, բայց այստեղ արդեն մոտ կան երկար չեն կարողանում մեկ կաթողիկոս փոխել, հարցեր են առաջանում, բայց իհարկե ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ փոփոխությունները պետք է ներսից գան։ Ես կարծում եմ, որ եկեղեցին ինքը, եկեղեցու հոգևորականները, արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները եւ այլ քահանաները իրենք բոլորը պետք է համոզեն Գարգին Բ կաթողիկոսին, որպեսզի նա հեռանա։ Եվ դա նա կանի հանուն Հայաստանի առաքելական եկեղեցու։ Ես հասկանում եմ, որ իրեն չի թույլատրվում, որ նա հեռանա եւ չի թույլատրվում Ռուսաստանի կողմից։ Եւ դա արդեն թաքցնել անիմաստ է։ Բայց ես կարծում եմ, որ նույն իշխանությունն էլ պետք է հասկանա, որ հնարավորինս չներառվի այդ ամենին, այլ հակառակը թողնի այդ արքեպիսկոպոսները, որոնք իհարկե կան մեջը օդիոս դեմքեր, բայց պետք է խոստովանենք, որ գոնե իրենք գտել են այդ ուժը իրենց մեջ եւ հասկացել են, որ այդպես գնալ հնարավոր չէ, շարունակել հնարավոր չէ եւ փորձում են փոփոխություններ բերել եկեղեցում, որոնց արդյունքում իրենք էլ չպետք է լինեն։ Այսինքն այնպես չէ, որ իրենք պետք է գան փոփոխություններ անեն եւ շարունակեն իշխել։ Ես կարծում եմ, որ այն արքեպիսկոպոսները չեմ խոսում բոլորի մասին, գիտեք, մի քանի օքի հայտի չեմ ուզում անուններ տալ, անիմաստ է, բայց այդ փոփոխության եւ բարեփոխման արդյունքում իրենք էլ պետք է գնան, որովհետեւ իրենք պետք է տեղ տան նորմալ հոգեվոր կյանքի եկեղեցիում։ Որպեսզի փոփոխությունը իրական լինի։ Այո, եւ այդ եկեղեցին չպետք է լինի իշխանամետ, այդ եկեղեցին պետք է լինի պետականամետ, հանուն պետության պետք է լինի, բայց չպետք է հարվածի պետության թիկունքին ամենաթույլ պահերի, ինչպես մենք դա տեսանք 2021 թվականներին։ Եվ պետք է վերկուսակցական լինի։ Ոչ թե լինի օրինակ Ռոբերտին սիրում եմ, Սերժին սիրում եմ, Լևոնին չեմ սիրում կամ Նիկոլին չեմ սիրում կամ հակառակը արդեն բոլորը պետք է լինեն իրենց համար հավասար։ Բոլորը իրենց զավակներն են, իրենց եղբայրներն են, բոլորը մեղավոր են, բոլորի համար իրենք պետք է աղոթեն, բոլորին մեղքերի քավություն տան այսպեսի մենք խոսքեր պետք է լսենք, ոչ թե ներ անվանեն ինչ-որ մեկին, ոչ թե ինչ-որ մեկին ասեն դու քպական ես, չես կարող մտնել եկեղեցի, այսինքն կուսակցական մոտեցում չպետք է լինի որևէ եկեղեցականի մոտ, այլ հակառակը։